Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Արշակ arczepiskopos Խաչատրյանը հերքում է, թե իրեն վերագրվող տեսանյութն իր հետ կապ ունի։ Լրագրողների հետ հանդիպանը Սրբազանը պարզաբանում է ներկայացրել մեկնաբանություններին ու տեղեկություններին։ Իր հեռացման պահանջով եպիսկոպոսների հայտարարությունը ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը դավաճանություն է որակել։ Ինչ վերաբերում է կաթողիկոսի հեռացմանը, Սրբազանի խոսքով կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ինքը ոչ մի նախադրյալ չի տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը եւ ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Արշակ arczepiskopos-ը վստահ է, որ կաթողիկոսն այդպիսի որոշում չի կայացնի, նա ունի եկեղեցու եւ եկեղեցու պատկանելիության բարձր, չափազանց բարձր գիտակցություն։ Սրբազանն ասել է, որ ինքն անմեղ չէ, բայց շրջանառվող տեսանյութերը կապ չունեն իր կյանքի, կենսագրության ու արածների հետ։ Իհարկե, այդ տեսագրությունները կեղծիք են ու սուտ, հայտարարել է arczepiskopos-ը։ Ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ծավալվում էին Հայաստանում։ Իհարկե, ես իմ վերապահումները հանրայնորեն, մասշտաբայնորեն չեմ արտահայտել, հաշվի առնելով ժողովրդի լայն շրջանակների աջակցությունը իշխանությանը, հույս ունենալով, որ միգուցե ես եմ սխալվել։ Միգուցե սա այն է, ինչ որ անհրաժեշտ է այսօր Հայաստանի։ Դժբախտաբար սա այն դեպքն է, սովորաբար մարդիկ ուրախանում են, որ իրենք չեն սխալվել, բայց դժբախտաբար ես ցավում եմ, որ ես այս դեպքում չեմ սխալվել, ինչպես եւ չեն սխալվել մի շարք անձինք։ Ինչու չեմ սխալվել եւ ինչու ունեի այդ վերապահումները։ Այն անձը, ով առաջնորդում էր քաղաքական process-ը Հայաստանում, որևէ վստահություն չէր նշենչում ինձ, ի տարբերություն այն բոլոր անձանց, ովքեր ոգևորված էին նրանով։ Նրա կենսագրության պարզ վերլուծությունը ինձ հուշում էր, թելադրում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։ Դա մի մարդ էր, որ իր ողջ կենսագրության ընթացքում բացառապես առաջնորդվել էր շանտաժով, վիրավորական, զրպարտչական բնույթի գործելավոճով, որը արտացոլված է նաև իր կողմից հեղինակած գրքի մեջ։ Ես ակնարկում եմ երկրի հակառակ կողմը գիրքը։ Դուք երևի թե ծանոթ եք այդ գրքին, եւ դժվար է դրական սպասումներ ունենալ մի մարդուց, որի աշխարհայացքը ուղղակիորեն արտացոլված է, դրոշմված է այդ գրքի մեջ։ Բայց իսեր Աստծո, ես չպետք է լինեի այն անձը, որը ժողովրդական սպասումները փորձեր խափանել, փորձել Չարագուշակ Մարգարեի պատմության հաղթել։ Եվ դժբախտաբար 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ որ բոլորիս կյանքը այսօր ավերել, բոլորիս համար մեծագույն մտահոգություն։ Մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրեցինք ներազգային համերաշխությունը, կեղծ եւ արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակվեց հասարակությունը։ Եվ իհարկե այդ պայմանների մեջ ես անբարոյական եմ համարել, որպես թե եկեղեցական եւ թե անձ, որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Եվ ես այդ դիրքորոշումը արտահայտել եմ եւ այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ, այդ անձը եւ այդ անձինք, այդ իշխանությունը, որը այդպիսի առհավիրք է բերել մեր երկրի եւ մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Որևէ գործողություն, որևէ սպառնալիք, որևէ տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որը ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ որ ես կարող եմ երբևէ արած լինել։
Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են եւ սուտ են։ Ես դա ասել եմ եւ կրկնում եմ։ Նորից եմ ասում, ես չգիտեմ ավելի մեծ մեղք, քան այն, որ գործված սայթակումների դիմաց գործես նոր մեղքեր, նոր սայթակումներ ստիպված լինես անելու։ Ավելի մեծ դավաճանություն, ավելի մեծ ինքնաժխտում ես չգիտեմ։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այն սկսվել է ընդմիջումով, պատճառը ինչպես նախորդ նիստին դատախազների բացակայությունն է եղել։ Ռոբերտ Քոչարյանից բացի մեղադրյալների թվում են Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու Արմեն Գևորգյանը։ Դատալսումներն այսօր հետաձգվել են, հաջորդ նիստը դեկտեմբերի 17-ին է նշանակվել։ Հիշեցնեմ, աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Դատավճիռը բողոքարկվել է և գործը փոխանցվել է հակակոռուպցիոն դատարան, որը քննում է նոր մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։ Փաստաբանները տեղի ունեցողն իրավական նոնսենս են որակում, հայտարարելով, որ մարդկանց նախ անվանում են ամբաստանյալներ և միայն դրանից հետո են սկսում քննարկել մեղադրանք ներկայացնելու հարցը։ Օդի որակը Երևանում նոյեմբերին վատթարանում է, բարելավում մարտի կեսից, թեև բարդ, բայց կան լուծումներ, քաղաքապետն է հայտարարել։ Ավինյանի խոսքով արդեն 2 տարի քաղաքապետարանն իրականացնում է օդի որակի չափումներ։ 2024-ից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրված են սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին։ 175 սարքից ստացվող տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսից վատթարանում է և սկսում է բարելավել մարտի կեսերից։ Ցավալին այն է, որ երևույթը բարդ գործոններով է պայմանավորված։ Առաջին հերթին մեր աշխարհագրական դիրքով և այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով, այդ օդը գալիս է մեր տարածաշրջան և շատ էական ժամանակ մնում է։ Շատ դեպքերում լուծումները Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին է խոսքը, ապա պետք է ստեղծվեն նոր անտառածածկ, կանաչապատ տարածքներ, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար։ Կարճաժամկետի մասով ևս Ավինյանն առաջարկ ունի։ Հնարավոր է, որ մի 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախորոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս երևի թե վարչարարական աշխատանք անենք, պարոն Ղուկասյան, պարոն Բաբայան, հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, այդ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ Այսինքն խոսքը չի գնում այն մասին, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց խոսքը գնում է որ այն մասին, որ տենց 10 օր ճիշտ թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող հնարավորություն ունենալ մոտավորապես մի 20%-ի ազդեցություն ունենալ, որը իրականում էական ազդեցություն է։ Եվ մենք խոսել ենք պարոն Ղուկասյան, ճիշտ է մեր կարգավորումներով դեռևս չկա փոշու ճնշիչ այդ սարքերի կարգավորումը, այդ կարգավորումը դեկտեմբերին կընդունենք, բայց բոլոր կառուցապատողներին արդեն իսկ պետք է տեղեկացնել, որ իրենք հաջորդիվ եւ ես տեսել եմ, որ նաեւ ձեր արված աշխատանքի շնորհիվ նաեւ որոշ կառուցապատողներ, ովքեր որ իրենք են հասկացել, որ առաջին քայլերը դրանք պետք է լինեն, բացի ցանցերից, արդեն իսկ տեղադրել են որոշ սարքեր, կարող եք տեղեկատվություն տաք։ Հարգելի պարոն քաղաքապետ, կան շինհրապարակներ, որ արդեն տեղադրված է, օրինակ Արաբկիր վարչական շրջանում 3 շինհրապարակ ունենք, բայց աշխատանքները շարունակվում են, մենք բոլոր շինարարների հետ կապի ենք եւ կփորձենք նենց անենք, որ մոտ ժամանակահատվածում բոլորը ունենան։ Շատ լավ, իրականում սա
շատ փոքր քայլ է։ Իրականում մենք պետք է հասկանանք, որ շինարարությունը, ավտոմեքենաները եւ տենց մնացյալ այն ամեն ինչը, ինչ որ կա նաեւ ամառվա, գարնան եւ աշնանային սեզոններին եւ ավելի ակտիվ են հիմնականում այդ սեզոններին, ազդեցություն ունեն, բայց դա այն, եթե այդ ազդեցությունը ահռելի լիներ, մենք ամառվա ամիսներին նույն այս ավելի վատ իրավիճակ պետք է ունենայինք օդի որակի տեսանկյունից։ Այս ցավոք սրտի դա, այսպես ասած, մարդածին գործոնները այս երևույթի մեջ ավելի փոքր են իրենց բանով, չափաբաժնով, բայց այդ մարդածին գործոնների վրա ճիշտ թիրախային կետային ազդեցության դեպքում 10-15 օրվա ընթացքում մենք կարող հնարավորություն ունենանք մոտավորապես 1.5-2 ամսվա օդի որակի վրա որոշակի ազդեցություն ունենանք։ Մենք շուտով կհավաքվենք եւ քննարկենք այդ լուծումները, մի փոքր դեռևս տենց վերլուծություններ պետք է անենք, դրանից հետո արդեն վերջնական լուծումները կքննարկենք, իհարկե բարդ լուծումներ են լինելու, տենց էական սահմանափակումների մասին են, բայց կարծում եմ մեր առողջությունը, երեխաների առողջությունը շատ ավելի կարևոր են, քան այն հնարավոր սահմանափակումները, որոնք որ պետք է մտցվեն այդ 10-15 օրերի ընթացքում։ Շնորհակալ եմ այսքանը։ Եվ այսպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը բխում է նաև Եվրամիության շահերից։ Կարևոր է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։ Կայա Կալասն ասել է, որ կարգավորումը կարևոր է այս երկրների ժողովուրդների կապակցվածության և բարեկեցության համար։ Իրենք քննարկում են, թե կոնկրետ ինչ կարող են անել։ Արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Եվրամիության երկրներ այցելող Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը սկսված է։ Արարատ Միրզոյանն ասել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց կա, Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերությունը մտնում է նոր ռազմավարական գործընկերության փուլ։ Շեշտել է, սա Երևանի հավակնությունների սահմանը չէ։ Ընդլայնվել է նաև անվտանգության ոլորտում գործակցությունը։ Այս մասին առավել հանգամանալից թողարկման վերլուծական հատվածում։ Այժմ ներքաղաքական թեմաներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես կառավարող ուժ հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի մթնոլորտի կուլտուրայի զարգացման գործում, վարչապետն է գրել Facebook-յան էջում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՔՊ վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը։ Ստանդարտներ են սահմանում իրենց համար, դրանով հայտարարելով հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարևարկության լավագույն ստանդարտներին իրենց նվիրվածության մասին։ Երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի փոխոսնակ Հակոբ Արշակյանը չի առաջադրվել 2026 թվականի ընտրությունների ՔՊ ցուցակում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արշակյանը խոսել է պատճառների մասին։ Կարծում է ինքնարավել արդյունավետ է բիզնեսի զարգացման, Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերության ոլորտի կայացման ու զարգացման ոլորտում։ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունի իր կուտակած փորձով, գիտելիքներով։ Ես կարող եմ այդտեղ իմ պետությանն ու ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել, ասել է նա։ Ազգային ժողովի փոխոսնակը նաև հայտնել է, որ կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել։ Հարցին արդյոք նեղացած է Նիկոլ Փաշինյանից, Արշակյանը պատասխանել է, որ այդ մասին խոսել է։ Նաև վստահ է, որ քաղաքացիական պայմանագիրը ջախջախիչ հաղթանակ է տանելու առաջիկա ընտրություններում։ Այս ցուցակում տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից, որտեղ դուք գիտեք, ուզում եմ մի բան ձեր ուշադրությունը մի բանի վրա եմ ուզում հրավիրել, մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ ապաշրջափակում է տեղի ունենալու եւ առանց, այսինքն ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները
ապաշրջափակվելու են եւ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու, որպեսզի կարողանա դիմանալ շուրջը եղող երկրների։ Եթե այդքան ձեռքբերումներ ունեք, ապա ինչու չեք ուզում շարունակեք հենց քաղաքականության մեջ։ Այսինքն պատասխանեցի ձեր հարցին, որովհետեւ այն պատճառները, որոնց համար ես պետական պաշտոններ եմ զբաղեցնել, ըստ էության ես ունեմ ընտրության հնարավորություն, որտեղ կլինեմ ավելի էֆեկտիվ։ Այսինքն չեք երգում, որ վիրավորված եք Փաշինյանից, չեք երգում դա։ Կուսակցությունից դուրս գալու դիմում ես չեմ գրում։ Եվ ընդհանրապես ասած հետևյալն է, եթե իմ գործունեությանը կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալիս քաղաքականությունից, պարոն հարգելի գործընկերներ, քանի որ երբ որ մենք խոսում ենք գործարարության մասին, ընդհանրապես ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երևույթ է եւ այն կետերում, որտեղ որ այդտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը եւ կոնկրետ այս դեպքում, երբ որ դե շատ ինձ թվում է, որ շատ կոնկրետ եմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը, քանի որ ազգային ժողովի նախընտրական ցուցակում ընդգրկվել է եւ ազգային ժողովի падգամավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ եւ մեր սահմանադրությամբ դա արգելված է, ապա ես ընտրում եմ մյուս ճանապարհը եւ արդեն ասացի թե ինչի համար։ Իսկ ԿՊ-ից նեղացվածություն ունեք, օրինակ համակարգում Ես դες հրավիրել եմ բոլորիդ իմ սենյակ եւ դրա մասին մենք խոսել ենք։ Ինչ անշկում նեղացվածություն ունես։ Միգուցե ավելի պրագմատիկ եք եւ հաշվարկել եք, որ ձեր կուսակցությունը մեծամասնություն չի գրավելու։ Հրաշալի հարց եք տալիս, պատասխանեմ ձեր հարցին։ Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ։ Առաջիկա ընտրություններին եւ դրա պատճառները շատ են, չթվարկեմ եւ ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Շարունակենք։ Ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք լինում գործող իշխանության եւ եկեղեցու հակադրությանը։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա կարծում է, դա չպետք է հանրայնացվեր եւ պետք է իրականացվեր փակ դռների հետևում պատշաճ առանց լայն հասարակությանը ներգրավելու։ Այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ, կսպասի, թե եկեղեցու ներսում ինչ զարգացումներ կլինեն։ Ըստ այդմ էլ իր դիրքորոշումը կհայտարարի։ Դատական նիստից մանրամասներ չի հայտնել, ասել է հաջորդ անգամ կխոսի։ Շահրամանյանը խոսել է նաև Արցախի թեմի առաջնորդի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։ Ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում, արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել են բացասական պատասխան։ Եվ ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ։ Այսինքն վեհապարը տեղեկացված չի եղել հանդիպման մասին եւ համաձայնություն չի ստացել։ Իմ տեղեկությունները ոչ։ Իսկ ինչու է որոշել գնալ այդ դեպքում, եթե ես չեմ կարող ինչ է ձեզ ասել։ Մեկնաբանել վեհապարի դիրքորոշումը Արցախի հետ կապված, Արցախի հետ տեղի ունեցածի հետ կապված, արցախահայության իրավունքների հետ կապված բոլորիս հայտնի է եւ մենք կիսում ենք այդ դիրքորոշումը։ Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել վեհապարի հետ մի քանի անգամ եւ շնորհակալություն եմ հայտնել իրեն այդ դիրքորոշման համար։ Խորհրդարանում այս տարվա վերջին քառօրյան է առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծն է քննարկվել։ Նախարարն ասել է, որ գործընթացը սկսվելու է 2026-ից եւ համակարգը ներդրվելու է 3 փուլով։ Պատգամավորները հարցեր են ուղղել, Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով մանրամասներ ասել է, որ այս աշխարհում ձրի բան չկա։ Ինքն էլ չի ասել, որ ամեն ինչ լինելու է անվճար։ Մենք նախատեսում ենք ապահովագրության համակարգը ներդնել 3 տարվա ընթացքում։ Առաջին փուլը, որ պետք է մեր ապահովագրվողները ներառվեն, ես ինչու եմ նշում այս ձևակերպումը, որովհետև ըստ էության մեր նախորդ տարիների աշխատանքը եւս եղել է մեծապես ապահովագրական համակարգի նախապատրաստական փուլ եւ բազմաթիվ մեխանիզմներ, որոնք որ անկյունակարային են լինելու համակարգի համար, արդեն իսկ պիլոտային տրամաբանությամբ տարիներ է, որ գործարկվում են։ Եվ այսպիսով 2026 թվականի առաջին փուլով ապահովագրվելու են բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները
եւ անապահովության միավորներ 28 եւ ավել միավոր ունեցող անձինք։ Այս բոլոր խմբերը ապահովագրվելու են պետության կողմից եւ նրանց ապահովագրավճարը վճարելու է պետությունը պետական բյուջեի շրջանակներում։ Հաջորդ խումբը, որ ներառվելու է 2026 թվականից 200,000 դրամից ավել աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են եւ նրանց համար էլ կառավարությունը մեղմելու առաջին մեկնարկային տարվա ֆինանսական բեռը ներդնելու է հետևյալ սուբսիդավորման համակարգը։ Ես կնշեմ այն աշխատավարձային ուրեմն խմբերի տարբերությունները, որոնք որ սուբսիդավորման ճկուն համակարգից կարողանալու են օգտվել։ Եւ այսպես 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129,600 դրամ, որը բաժանելով ամսական ստանում ենք 10,800 դրամ։ Վճարումը իրականացվելու է ամսական կտրվածքով։ 10,800 դրամից նրանք զինապահ հիմնադրամին այսօր վճարվող 5,500 դրամի փոխարեն վճարելու են ընդամենը 1,000 դրամ եւ մնացած 4,500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։ Հիմա կարծում եմ ամեն հիվանդանոց մի ձևի հաշվարկումը այդ մոտեցումը պետք է այլևս չլինի, որովհետեւ եթե պետությունը հարկ է վերցնում եւ կոպիտ ասած պետ պատվեր է իջացնում այդ հիվանդանոցին բուժել այս հիվանդությունը, ապա պրոտոկոլները, որը դուք գործելակարգերը ինչ-որ ձևով պետք է հաստատված լինեն։ Մենք ասում ենք, հարգելի բժշկական կենտրոններ, մենք պատրաստ ենք այս պայմաններով, այս անձանց համար ձեռք բերել այսպիսի ծառայություններ, այս գործելակարգերով, այս արժեքի դիմաց։ Եվ բժշկական կենտրոնները կնքելով պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ, սպասարկելու են ապահովագրական դեպքը։ Ինչպես է ապահովագրական դեպքը սպասարկելու։ Երկու ճանապարհ կա։ Կա անհետաձգելի բուժօգնության ժամանակ, երբ որ մարդը ընկնում է հիվանդանոց, ապահովագրական դեպքը բացվում է, սպասարկվում է, անձը ուրեմն ավարտվում է դեպքը, բժշկական կենտրոնը ստանում է փոխհատուցում եւ հաջորդը պլանայինն է, երբ որ դու պետք է արդեն այցելես քո կցագրման պոլիկլինիկա, որը եւս դու ես ընտրում, այսինքն ամեն անհատ ինքն է ընտրում, որտեղ կցագրվի, դրանից հետո ուղեգրվում է բաց ուղեգրով եւ ելի ինքն է ընտրում, որ բժշկական կենտրոնից ստանա ուրեմն ծառայությունը։ Այսինքն այստեղ հստակ է ազատ ընտրելու իրավունքը։ Եվ այսպես ազգային ժողովում թեժեր հարցու պատասխանի ժամանակ վարչապետն անդրադարձել է բանակցային փաստաթղթին արձագանքելով Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որտեղ նշել էր, որ 2019-ի բանակցային սեղանին մեզ համար բավականին լավ փաստաթուղթ է եղել եւ Հայաստանը կարծես մերժել է։ Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակներից, նշել, որ շատ կարևոր է կարդալ ու հասկանալ, թե ինչ է գրված, որովհետև այնինչ դուք ասացիք ուղիղ հակառակն է գրած։ Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա Ղարաբաղում։ Ընդհակառակը գրված է, որ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության կամ արտահայտությունը։ Պարոն Փաշինյան, դուք կառավարությունը երեք հրապարակեցիք Արցախյան բանակցային գործընթացի որոշ փաստաթղթեր, որոշ։ Ենթադրում եմ, որ Մինսկի գործընթացի կամ Մինսկի խմբի լուծարումով պայմանավորված այլևս բոլոր թղթերի վրայից բոլոր գրիֆերը հանվել են։ Ես ուզում եմ խոսեմ, հարցնեմ այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019 թվականի հունիսին։ Նայում ես բավականին լավ փաստաթուղթ է։ Ամրագրվում է այն մեխանիզմը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը։ Նշվում է, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ։ Նշվում է, որ համաժողովրդական կամ արտահայտությունը իրականացնելու են Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Այսինքն դուրս են գալիս այն բոլոր պնդումները, թե իսկով ասես, որ Ղարաբաղում պետք է լիներ,
ով ասեց, որ օրակարգում կարող է լինի անկախության հարցը, փաստաթուղթ է, ապա շրջափակվում էր Լեռնային Ղարաբաղը, ժամանակավոր վարչակազմ էր հաստատվում, Հայաստանը դիտվում էր որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորներից մեկը, պրոտեկտորը, բարձ ասած։ Ուզում հասկանամ, դուք այս փաստաթղթին ինչ արձագանք եք տվել բանակցությունների ժամանակ ձեր ներկայացուցիչները Միացյալ Նահանգներում կամ եթե նա բանակցությունների գործընթացին հետևենք այս տարբերակը շրջանառվում էր 19 թվականից եւ ենթադրում եմ սա այն թուղթն է, որը Վիեննայում քննարկել եք Ալիևի հետ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Որն էր եղել ձեր արձագանքը, որովհետեւ սանից հետո հետևել է Հայաստանի հռետորաբանության էական սաստկացում, ինչը թույլ է տալիս դատել, որ արձագանքը եղել է բացասական, բայց ամեն դեպքում ես կխնդրեի, որ դուք պատասխանեիք։ Նախ ձեր հարցինի պատասխան ստիպված եմ հղում անել Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների առաջին համարին, որտեղ բառացիորեն ասում է հետևյալը. ճանաչել իմաստությունը եւ խրատը, ընկալել հանճարի խոսքերը, հասկանալ խոսքի բարդ դարձվածքները, ընկալել խոսքի բարդ դասվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն, իսկ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների եւ խորույն ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Սա գիտեք ինչի մեջ բերեցի, որովհետեւ շատ կարեւոր է առաջինը կարդալ եւ հասկանալ, թե ինչ է գրած, որովհետեւ այն ինչ որ դուք ասցիք, ուղիղ հակառակն է գրած։ Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հարաքվեն պետքա տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։ Եվ մեկնաբանությունը այդ թվում եղել է այն, եւ դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն պետքա ըստ Ադրբեջանի մեկնաբանության պետքա տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում եւ նրան պետքա մասնակցեն Լեռնային Ղարաբաղ, ինչ նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն, նշանակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես չհասցրի գրի առնել, թե դուք էլ ինչ նկատի ունեք, բայց բացարձակապես ձեր մեկնաբանությունները տեղի չեն։ Էլ չեմ ասում սկզբունքային հարց է, թե հանրաքվեն երբ էր տեղի ունենալու, տեղի էր ունենալու, թե տեղի չէր ունենալու։ Այն ձևակերպումը, որ չի կարող ունենալ որևէ սահմանափակում, չի կարող ունենալ որևէ սահմանափակում, այդ նշանակում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ կարող էր եւ նախատեսված չլինել։ Իսկ թե Լեռնային Ղարաբաղի ինչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում, արձանագրված ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքին եւ ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այն, որ բանակցային գործընթացը փակուղում էր, ապացուցելու կարիք էլ չկա, ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում փոխոսնակը խոսել է բանակցային գործընթացից, պատասխանել հարցին, ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն այն է, ինչ կա 2019 թվականի փաստաթղթում, իսկ ինչ նկատի ուներ վարչապետը զրոյական կետից սկսելու հայտարարությամբ։ Զրոյական կետը 2019-ի սեղմագիրն է, ասել է Ռուբինյանը։
Այս ամբողջ շրջանում տեղի ունեցել ինչ աճել է Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեի թիվը, ենթադրում եմ նաև ինչ ենթադրում եմ Սերժ Սարգսյանի օրինակ Փեսայի ընտանեկան բյուջեն է ակնհայտ ակտիվ տեմպերով մեծ աճ գրանցել եւ սրան զուգահեռ բանակցային փաթեթում տեղի են ունեցել նախ ի սկզբանե բանակցային փաթեթը ինչի մասին է եղել, ինչպես 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին եւ ինչ անել Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի հետ բոլոր բանակցային փաստաթղթերում պարզ չէր թե ինչ է լինելու, իսկ ինչ է լինել, եթե պարզ չի ինչ է լինելու, պետք է իմանաս ինչ է այդ պահին, իսկ այդ պահին բոլորը ճանաչում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մի վարքյան ավարտեմ, հեսա դետալներով էլ կանրադառնամ։ Եվ այսինքն մի կողմից մենք ունենք ռազմական բյուջեի հարաբերակցության փոփոխություն իր օգուտ Ադրբեջանի, մյուս կողմից ունենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ իրենց մերձավորների ընտանիքների ընտանեկան բյուջեների աճ, մյուս կողմից ունենք բանակցային փաստաթղթերի շարունակական վատթարացում հայկական կողմի համար եւ մյուս կողմից ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանը նույնիսկ այդ վատթարացող փաստաթղթերին չի ասում այո, որովհետեւ ներողություն ես կպատասխանեմ, որովհետեւ ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում է ավելի լավը Ադրբեջանի համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը իդեմ Սերժ Սարգսյանը ասել է այո, Ադրբեջանը իդեմ Իլհամ Ալիևի ասել է ոչ։ Դրանից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, ես հարցի եմ պատասխանում, չի եղել որևէ փաստաթուղթ, որին հայկական կողմը ասի հակառակ ասեմ, չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանը ասի այո եւ Հայաստանը ասի ոչ։ Բանակցային փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն աղճատել է բանակցային գործընթացը։ Խաչատրյանը հիշեցրել է Փաշինյանի զրոյական կետից սկսելու հայտարարությունը։ Նախ փաստաթղթերի փաթեթը ամբողջական չի։ Էական մի հատված դուրս է մնացել, որ կառավարությունը պատշաճ կերպով դիմի կարող եմ խորհրդատվություն տրամադրել։ Օրինակ նորացված մադրիդյան սկզբունքների մասին խոսք չի եղել։ Օրինակ իրանական առաջարկի մասին։ ՀՀ Մինսկի խորհրդաժողովի առաջարկների մասին չկար։ Փաստաթղթերի ցանկի մեջ հայտնվել էր մի թղթի կտոր, որը չես կարող կոչել փաստաթուղթ։ Այսինքն ինչ նշանակում սեփական թերթի հոդվածի վրա հղում կատարել եւ դա ներկայացնել որպես փաստաթուղթ։ Սա մի բան է նշանակում, որ իրենք կամ չունեն քիվեստի փաստաթուղթը, ինչը ողջամիտ չէ, որովհետեւ նույնիսկ ոչ դա հնարավոր չէ։ Նույնիսկ եթե օրիգինալը գնալուց առաջ նախկին նախարարներից ինչ որ մեկը պատրել եւ գցել էր, միևնույնն է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիս ամսից վարչապետ է եղել եւ ինքը կարող էր ամերիկյան կողմից, ֆրանսիական կողմից, ռուսական կողմից, ՀՀԿ Մինսկի խմբից, ՀՀԿ նախագահությունից ստանալ դրա պատճեն։ Այսինքն ինքը կամ ջանք չի գործադել ստանալու համար, կամ ստացել է, բայց եթե ստացել է ինչու չի հրապարակում, որովհետև ակնհայտ է, որ դա այն չէ, ինչը իրանք շեփորահարում էին։ Նախ վերջին լուրը Արշակ Սրբազանը ձերբակալվել է, փաստաբանը Facebook-յան էջում գրել է, որ ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի։ Հիշեցնեմ, օրեր առաջ ասուլիսում Մայրաթորի դիվանապետը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ։ Վարչապետն ակնկալում է, որ հայ առաքելական եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, ոչ թե իրեն հավատարիմ, այլ Աստծուն, եւ դա է այն օրակարգը, որն ինքը հետապնդում է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, վարչապետը պատասխանել է նաև հարցին, արդյոք իր լիազորությունների մեջ է մտնում եկեղեցական հարցերով զբաղվելը, եւ եթե կաթողիկոսը զավակ ունի, ինչ վնաս է տալիս դա Փաշինյանի ընտրողներին։ Հարց է հնչել նաև Արման Թաթոյանի հայտարարության
մասին Փաշինյանը պարզապես հաջողություն է մաղթել նրան ու չի արձագանքել։ Հիշեցնեմ, Թաթոյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը սկսել է կատարել իր ասուլիսի ուղերձները։ Հարցին արդյոք կան ուսումնասիրություններ, որ մայրաթորն այսպես կոչված կառավարվում է դրսից, Փաշինյանն արձագանքել է, ինչ իմաստ ունի ուսումնասիրել մի բան, ինչն ակնհայտ է։ Ես ակնկալիք չունեմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես, ինչպես բազմիցս ասել եմ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ եւ պետությունը պետքա այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի, ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես գիտեք ինչ, մեկնաբանելու շատ բան չեմ տեսնում, բոլորին հաջողություն եմ մաղթում։ Խորհրդարանում քննարկվել է պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը։ Նախարարն ասել է, որ ժամկետը դառնում է 18-ամսյա։ Ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026-ի հունվարի 1-ի դրությամբ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա, շեշտել է Սուրեն Պապիկյանը, հայտնելով, որ ձմեռային զորակոչը սկսվելու է հունվարի 7-ից։ Նախարարը կարծում է անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի եւ անմիջապես զորակոչվող զորակոչիկի վրա կտարածվի։ Այն գուցե որոշակի անարդարություն պարունակեր, եթե օրինակ իրենք օրենքն ընդունեին հունիսի 1-ին, քանի որ օրենքի մասին խոսակցությունն ավելի վաղ էր եւ օրենքը տարածվեր հունիսի 1-ից հետո կամ հունիսի 1-ից հետո ծառայության անցնող քաղաքացիների վրա։ Պապիկյանը նաեւ ակնկալել է ազգային ժողովի ծափահարությունները, քանի որ հայտնել է, որ պատգամավորի որդին որոշել է դառնալ պայմանագրային։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում եւ այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։ Հարգելի падգամավորներ, օրենքի նախագիծը հավանության է արժանացել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել առաջին ընթերցման։ Ընդհանուր առմամբ զինված ուժերի վերաբերյալ որոշումներ ընդունվում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության ռազմավարության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է, որովհետև նաև հիմնավորման մեջ որոշակի նաև հաշվարկներ անհրաժեշտություն ունեն, բայց ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, ինչ առումով, օրինակի համար ասեմ, որ երկու համապատասխան պաշտոններ հավասարաչափ հրամանատարը մեկը հանձնում է, մեկը չի հանձնում եւ չհանձնածի գումարտակը օրինակ ավելի լավ վիճակում է գտնվում կամ հրամանատարը հանձնում է բարձր աշխատավարձ է ստացում չնսեմացնելով հրամանատարների իհարկե դերակատարությունը, բայց իր ենթականները մանավանդ առաջի գծում գտնվող պայմաններ չունեն, ժամանակ չունեն նախապատրաստվելու եւ պատրաստ չեն։ Հիմա հարցս ներողություն հիմա ավարտեմ։ Այդ դուք ատեստացիոն նաեւ այդ բանի մեջ, ընթացքի մեջ ընդգրկված եք եւ ատեստացիայի անցկացման արդյունքում ինչ որոշում է ընդունվում, որովհետեւ դուք էլ կարծեմ հանձնաժողովի նախագահ եք, բարձր սպայական կազմի։ Նկատի ունեմ որակավորման արդյունքում որոշումը որն է։ X զինծառայողը, բարձրաստիճան սպան, եթե ստացել է բավարար լավ կամ գերազանց գնահատական, որակավորվում է լավ, բավարար եւ գերազանց, որի արդյունքում ստանում է համապատասխան բավարարում։
Այսինքն ատեստավորման նպատակը տվյալ զինծառայողի որակավորումը հստակեցնելն է տվյալ ժամանակահատվածում, այսինքն 3 տարի ժամկետով։ Արձագանք։ Պարոն Պապիկյան, ատեստացիայի հիմնական նպատակը պաշտոնատար անձի համապատասխանությունն է իր պաշտոնին։ Զինված ուժերում ընդունված է եղել եւ կար, որ որակավորման արդյունքում որոշումները հետեւյալն են։ Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, չի համապատասխանում կամ արժանի է առաջխաղացման։ Որքան ես գիտեմ, որ որակավորման արդյունքում նշվում է ձեր մոտ, որ արժանի է որակավորվել է դրամական բավարարում ստանալու համար, ինչը ատեստացիայի սկզբունքներին չի համապատասխանում։ Ես կարծում եմ, որ դրա ելքը զինված ուժերի համալրման ընթացքը ավելի բարձր մակարդակի բարձրացնելու ելքը ոչ թե ատեստացիան է, ատեստացիայի ձեր ճակերտներով ասած ատեստացիայի արդյունքը դասային աստիճանների շնորհումն է, օրինակ դուք ասում եք գերազանց, լավ, բավարար։ Իսկ զինված ուժերի համալրման դրական ելքը դա բազային աշխատավարձի բարձրացնում է բոլոր կատեգորիաների համար։ Շնորհակալ եմ, պարոն Օհանյան, այս հարցով մենք ելի ենք առիթ ունեցել խոսելու, ես հասկանում եմ, որ նախկինում, քանի որ ատեստավորում եզրույթը ենթադրել է այն ինչ դուք հիմա բարձրաձայնեցիք, ձեզ համար սա խորհուրդ է, որ մենք ատեստավորման այս համակարգում դիտարկում ենք ֆինանսական բավարարումը եւ բնականաբար ձեր մտքում դրանք միմյանց հետ հակասության մեջ են մտնում, իրականում պետք չի դրանք պետք չի միմյանց հակադրել եւ եթե իմաստն ունենա, որ ատեստավորում այլ անվանում ունենա ու դրանով կյանք կփոխվի, կարծում եմ ուղղակի դա կարա տեխնիկական գործողություն լինի, ինչը ոչինչով մեր կյանքը չի փոխելու։ Պարոն Պապիկյան, անթույլատրելի է, որպեսզի պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ ու զգալի ցածր աշխատավարձ, քան բարեկը։ Հասկանում եք, ես ամենայն հարգանքով նրանց իրականացրած աշխատանքի նկատմամբ ոչ թե հակադրության մեջ եմ դնում, այլ համեմատության մեջ եմ դնում։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե ընտրություն կատարի, որտեղ գնա աշխատելու, հաշվի առնելով սահմանում առկա ռիսկերը, մարտահրավերները, պայմանները եւ այն ինչ որ ունենալու օրինակ Երևանի կենտրոնում բարեք աշխատելիս։ Ակնհայտ է, չէ, եթե մենք համալրման խնդիր ենք փորձելու լուծել, եթե պրոֆեսիոնալ բանակ ենք փորձելու ձևավորել, առնվազն տարական բազային աշխատավարձի բարձրացումը պարզապես հրամայական է։ Այսօր ասել, որ պետքա բոլորինը համատարած բարձրացնենք աշխատավարձերը ու բանակում չունենանք մոտիվացիոն համակարգ, ես դրան դեմ եմ, եթե անգամ այդ ֆինանսական հնարավորությունը լինի, ես կողմ կլինեմ, որ ատեստավորման սանդղակում ֆինանսական մասը ըստ հարաբերակցության բարձրանա, բայց համատարած բոլորի աշխատավարձը չբարձրանա, որովհետև դա դեմոտիվացնում է զինվորականությանը։ Եւ համեմատել այսօր նորից կրկին պարեկին ու զինվորականին այն պարագայում, երբ ատեստավորված զինվորականի աշխատավարձը 205-ից 470,000 դրամով ավելացել է։ 205-ից 470,000 դրամ։ Սա կարծում եմ փոքր գումար չի, ու եթե հնարավորությունը ստեղծված է բոլորի համար, ինչու՞ չպիտի դրանից օգտվեն բոլորը։ Այն ինչ վերաբերում է նրան, որ սահմանում կանգնած մարդը ժամանակ չունի, չի կարողանում, մենք հիմա ապահովում ենք նաև դրա համար պայմաններ, այսինքն հնարավորություն ենք տալիս, որ զինվորը ունենա բավարար ժամանակ իր ատեստավորման վրա ավելի շատ աշխատելու, իր ֆիզիկական վիճակը ավելի բարելավելու համար։ Իհարկե չեմ կարող այս ամբիոնից չողջունել, որ ազգային ժողովի падգամավորի որդին որոշում է ընդունել դառնալ պայմանագրային զինծառայող պաշտպան հայրենիաթ ծրագրով։ Ես սպասում էի, որ ազգային ժողովը կծափահարի, բայց չծափահարեց։ Իրականում սա նաև նրա մասին է, որ ոչ միայն համակարգը հավասար է, բոլորի համար է, այլև այն շատ գրավիչ է։ Եվ այսօր մեր երիտասարդները, պատանիները որոշում են ընդունում դառնալ զինվորական եւ իրենց կյանքը կապում են զինվորականության հետ։
Եվ այսպես Մարիաթորը խստորեն դատապարտում է դիվանագետ Գերաշնորհ Տեր Աշակ arczepiskopos Խաչատրյանի ձերբակալումն ու նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է, սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Բարձրաստիճան հոգեվորականներին շինծ ու մեղադրանքներով կալանավորել է իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։ Մարիաթոր Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տեր Աշակ arczepiskopos Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները, ասվում է հայտարարությունում։ Աշակ arczepiskopos Խաչատրյանի 2 ամսով կալանքի որոշումը հրապարակվել է առավոտյան, դատավորը Մասիս Մելքոնյանն էր։ Հիշեցնեմ, քննչական կոմիտեի փոխանցմամբ Աշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել էր 3, նրան մեղադրում են, թե 2018-ին վեհափարի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Իսկ առավոտյան ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում մարդաշատ էր, սպասում էին վճռի հրապարակմանը, քաղաքական գործիչներն էին եկել սատարելու սրբազանին։ Փաստաբանները մանրամասներ են հայտնել լրագրողների հետ զրույցում, ասել են որևէ հիմնավորում, որ Աշակ սրբազանը կատարել է հանցանք չկա։ Կա ենթադրություն հենված ինչ-որ տվյալների վրա։ Դատարանում հաստատվել է, որ որևէ տվյալ, որ Աշակ սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը չկա, այլ կա ընդամենը ենթադրություն։ Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ որ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները գալու են ու ասեն, հայրիկ, ինչ էիր անում դու այդ օրերին, երբ որ դասընթացը դա առարկան լինելու է պատմության վերնագիր է, դասը լինելու է մոնղոլ թաթարական արշավանքներից մինչև ՔՊ արշավանքները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ գալու է հարցնելու ինչ էիր անում դու այդ օրերին։ Իմ համար աբսուրդ է եւ զարմանալի է, թե ինչ են պատասխանելու ներկայիս իրավապահ այն աշխատակիցները, լինի քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են։ Պարզ է, որ չի արել ու որքանով ինձ Արսեն Բաբայանը փոխանցեց, Աշակ սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Ով է անձը, ում ուսապարկում ըստ գործի եւ ցուցմունքով է դրվել։ Ես որքանով տեղյակ եմ գործի մանրամասներից որևէ կոնկրետ ցուցմունք չկա Աշակ սրբազանի վերաբերյալ, մնացածը հաջորդիվ դուք էլ ես աբսուրդին ականատես կլինեք։ Այս ամեն ինչ որ կատարվում է, նոր չի սկսվել է շատ վաղուց։ Ինչ պետք է արվի, պատասխանը շատ պարզ է։ Բոլոր են մարդիկ, քաղաքական ուժերը, անհատները, հասարակական կազմակերպությունները, մտահոգ մարդիկ պետք է պայքարեն ոչ միայն այդ պայքարը պետք է լինի 1 օր, 1 ժամ, 1 էպիզոդով, այլ այդ պայքարը պետք է երկարաժամկետ լինի։ Այն մասին է, որ իրականում դպրոցական դասագրքերում, եթե կարդացել են, սովորել են 1937-38 թվականների ստալինյան ռեպրեսիաներ, հիմա նույնն է բացառությամբ մի բանի։ Այն ժամանակ լրագրողներ դատարանների դալիճների մոտ չկային, այն ժամանակ դատարանների դալիճների մոտ մարդիկ չէին հավաքվում։ Հիմա այդքանը առնվազն թույլատրում են, բայց նկատելի է, որ սկսելու են ու արդեն նշաններն կան, որ այս հարցով էլ է սահմանափակում։ Այն մասին է, որ Հայաստանում ողնաշար ունեցող իրավապահների թիվը, եթե ասեմ, նվազել է շատ մեղմ կասեմ, գրեթե չկա, այն մասին է, որ Հայաստանում տոտալ այդ բռնատիրական արշավը այլոց որևէ սահման չի ճանաչում։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը եւս դատարանի բակում էր խորհրդարանական ճեպազրույցում Հայկ Մամիջանյանն անդրադարձել է սրբազանի կալանավորմանը, նաեւ նկատել, որ դատավոր Մասիս Մելքոնյանն այս անգամ բավականին արագ որոշում կայացրեց։ Ես դատարանի բակում էի, Աշակ սրբազանին
դե Մասիս Մելքոնյանին դատավոր ես չեմ կարող անվանել էլի։ Կարի արդեն կալանավորեցին, լավ արագ է այս անգամ արել, կատարելագործվում է։ Գիտեք, ես անհամբեր սպասում եմ, պարզավոր իշխանափոխությունից հետո Մասիս Մելքոնյանը ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու։ Բայց իմ առաջարկն է հետևյալը լինելու հետագայում։ Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից։ Վերջնականապես ամբողջացնելու համար իր կերպարը ու իր նման իբր դատավորների կերպարը։ Ինչպես վերաբերվում է Վեհապար Հայրապետին։ Գիտեք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես համարում եմ, որ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում։ Եվ ես չեմ կարծում, որ Վեհապար Հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի Վեհապար Հայրապետը, այնտեղ էլ կլինի Վեհարանը։ Դե այսպես որ շարունակվի ՀԱԱԾ մեկուսարանում եւ առհասարակ մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն քրեակատավական հիմնարկում ավելի շատ արժանապատիվ հոգևորականներ եւ arczepiskoposներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւս խոսել է տեղի ունեցածի մասին, պատգամավորը կատարվածը որակել է զավեշտ ու ծախր։ Չի կարող առանց անդրադարձի մնալ։ Սա խայտարակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ Սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ, ինչ կուզեմ էդ էլ կանեմ, չեք ուզում, ինչ ուզում եք արեք։ Այդ մոտեցմամբ առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկեն, տեսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր էր, պինդ է, Վեհապարի թիկունքին է կանգնած, Վեհապարը կանգնած է Արշակ Սրբազանի թիկունքին եւ բոլոր այն այս երկկողմանի աջակցությունը վերաբերվում է Վեհապարին եւ եկեղեցականներին, բոլոր ովքեր հավատարիմ են մնացել իրենց ուխտին, եւ ահա ծնվում է մի խայտարակ, մի զավեշտալի մեղադրանք։ Ներողություն եմ խնդրում ես արտահայտությանս համար, բայց ջեբը պլանկցել դա այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, հատուկ ոճ է։ Շաբաթվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք երկուշաբթի, հաջողություն։